եկաք տաղավար, մի քանի թեմաների հետ կապված կլսեք ձեր գնահատականը եւ այսպես Իրանում, տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում իրավիճակը շարունակում է լարված գնալ։ Այս իրականության մեջ մենք տեսնում ու հետևում ենք Հայաստանի իշխանությունների ինչով են զբաղված։ Խնդրեմ այս հարցից սկսենք, սրա հետ կապված ձեր տեսակետը, այլևս տեսնում ենք նաեւ որ Նիկոլ Փաշինյանը գոռում է, հարձակվում է ըստ էության վարչապետերի վրա, 3 միլիոն վարչապետերի վրա։ Խնդրեմ այս ամենի հետ կապված ձեր տեսակետը եւ մի քանի թեմաներ եք առանձնացնել։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Նախ ուզում եմ մի քանի խոսք մենք վերլուծենք մեր հարևան Իրանում տեղի ունեցող իրավիճակի մասին, հա։ Դա նախ պետք է արձանագրենք, որ այն ծրագիրը, որը ունեին ԱՄՆ-ն եւ Իսրայելը, ըստ էության ձախողվել է, որովհետեւ նրանք բլիցկրիգ էին նախապատրաստել եւ նրանք կարծում էին, որ մի քանի օրում նրանք կարողանալու են լուծել իրենց առաջ դրված խնդիրները, բայց մենք տեսանք, որ Իրանը ձախողեց նրանց ծրագրերը եւ ըստ էության նրանք չստացան այն, ինչ նրանք ակնկալում էին։ Հիմա քանի որ մեր ժողովուրդը նախ մեծ ժողովրդի կողմից մեծ աջակցություն կա Իրանի ժողովրդի նկատմամբ, մեր հարևան երկրի նկատմամբ, շատ կարևորում եմ, որպեսզի մենք վերլուծություն ներկայացնենք մեր քաղաքացիներին, որ ըստ էության ինչա տեղի ունեցել եւ ինչա տեղի ունենում այսօր։ Նախ մենք պետքա փաստենք, որ ըստ բոլոր վերլուծությունների Իրանի իրավիճակը, Իրանի պատրաստվածությունը, Իրանի հնարավորությունները թերագնահատված են եղել եւ ոչ մեկ չէր սպասում, որ Իրանը կարողանալու է երկարաժամկետ կռիվ տա, հա, երկարաժամկետ լինի գործողությունները եւ նրանց այդ ծրագիրը ձախողվել է, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իսրայելը ուզում էին կարճաժամկետ ծրագիր իրականացնել, դա նրանց մոտ չի ստացվել։ Երկրորդ կարևոր փաստը դա հակաիրանական կոալիցիայի փլուզումն է, որը ըստ էության չտվեց այն արդյունքները, որոնք նրանք ակնկալում էին, այսինքն Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ, այդ թվում Սաուդյան Արաբիան, Պակիստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան հրաժարվեցին ուղիղ ներգրավվածություն ունենալ եւ նրանք չխառնվեցին փաստացի այն հարձակումներին, որը պլանավորվում էր, հա, Իսրայելի եւ ԱՄՆ-ի կողմից, որ պետքա ունենան նրանք պետքա ունենան մեծ ճակատ, բայց այդ մեծ ճակատը նրանք չունեցան։ Հաջորդ կետը գալիս է նրա մասին, որ ըստ էության Միացյալ Նահանգներին միանալու գործընթացից հրաժարվեցին նաև Մեծ Բրիտանիան, Գերմանիան, մի շարք այլ եվրոպական երկրներ, ներառյալ Իսպանիան եւ Իտալիան, բայց նաև Ֆրանսիան, հա։ Նրանք հրաժարվեցին ուղիղ մասնակցություն ունենալ հակաիրանական գործողություններին եւ ըստ էության սա եւս չհաշվարկված քայլ է եղել, հա։ Նաեւ պետքա փաստենք ուրեմն քրդերի գործոնը, որը եւս սխալ հաշվարկ էր, հա, ձախողում էր եւս այդ ուղղությամբ, որովհետեւ կար հստակ պլան, որ պետքա քրդերը մի քանի ուղղությամբ հարձակում իրականացնեն ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ միասին Իրանի վրա, բայց դա եւս չստացվեց։ Սրան պետքա գումարել նաեւ ներքին ուրեմն բողոքների վրա խաղադրույք այդպես կոչված, որ նրանք փորձում էին ներքին ինչ որ բաներ ապահովել, բայց մենք տեսնում ենք, որ Իրանում հակառակ էֆեկտ է եղել եւ նոր առաջնորդների կողքին ժողովուրդը համախմբվել է, տեսնում ենք հազարավոր քաղաքացիներ անգամ չեն վախենում ռումբերից, որ շուրջօրյա ռմբակոծության են մատնված այսօր Թեհրանի եւ այլ քաղաքների քաղաքացիները, բայց կա հակառակ էֆեկտ, կա միասնականություն, կա համախմբում եւ ըստ էության կա տրամաբանություն, որ պետությունը, որը հազարամյակներ գոյատևել է եւ ապրել է, նա պահեց իր դիրքերը եւ Մերձավոր Արևելքում եւ տարածաշրջանում այսօր մենք տեսնում ենք այլ իրավիճակ, նաեւ կարճատև պատերազմի ակնկալիքի ձախողումը բերել է ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ մի շարք այլ երկրների
էներգետիկ համակարգների մեջ ձևավորվող նոր խնդիրների, որը շատ կարևոր դեր է խաղում, հա, իրանց երկրների համար, որովհետև դե երկրներ կան, որ շուտով ընտրություններ պետք է լինեն այդ երկրներում եւ իշխանությունից պահանջում են, որ գազը եւ բենզինը եւ ուրեմն այլ վառելիքներ, էներգետիկ համակարգի այլ բաղադրիչներ լինեն հասանելի ժողովրդի համար եւ այս պատերազմի պատճառով եւ պատերազմի արդյունքում է, որ նավթը թանկանում է, հետեւաբար թանկանում է նաեւ այլ էներգետիկ համակարգի տարեր։ Այս կոնտեքստում նաև մենք տեսանք Ռուսաստանի եւ Չինաստանի դերի բարձրացումը եւ քայլերը մեր տարածաշրջանում, նաև ստվերվեց Ուկրաինան այս ամեն ինչի մեջ, այսինքն Ուկրաինան ընկավ ետին պլան եւ Ռուսաստանը ավելի լավ դիրքեր զբաղացրեց նաև բանակցային գործընթացում այս ամեն ինչի ֆոնին եւ մենք տեսանք, որ երեք նաև Տրամպը զանգել էր Պուտինին, որպեսզի նրանք քննարկեն նաև Իրանի հետ կապված ինչ-որ ձև դադարեցումը պատերազմի։ Իրանք հիմա այսօր կներկայացնեն, որ մենք արդեն ամեն խնդիր լուծել ենք, դրա համար գնում ենք փորձում ենք գնանք բանակցությունների փուլ, բայց ըստ էության պետք է փաստենք, որ սա ձախողված օպերացիա է եւ Իրանը հաղթանակով է այս ամեն ինչից դուրս եկել, որովհետեւ մենք գիտեինք, լսել ենք այն հայտարարությունները եւ այն մոտեցումները, որ կային մի քանի օր առաջ, այսինքն մի շաբաթ անցել, մի շաբաթ 10 օրվա ընթացքում, որ օրերի հարց է, որ ամեն ինչ խնդիրները լուծվելու է օրերի ընթացքում, որ փոխվելու է ղեկավարությունը եւ այլ ղեկավարություն գա եւ այս գործընթացը ըստ էության Միացյալ Նահանգների համար մեծ խնդրեմ է, որովհետեւ այստեղ Իրանի ձախողումը նաեւ ստվերում է այլ տեղերում ունեցած նրանց հաջողված օպերացիաները, այդ թվում Վենեսուելայի եւ այլ, որը նրանք ներկայացնում են որպես ձեռքբերում, հա, ասա ձախողում է եւ մենք պետքա փաստենք, որ տարածաշրջանում լարված իրավիճակը դեռ շարունակում է մնալ լարված, բայց այս ամեն ինչի ֆոնին մենք ունենք իրավիճակ, որ մեր իշխանությունները իրենց համար անդարտ ու անցավ ապրում են, պերաշկի են ուտում եւ այդ պերաշկիով իրենց վիդեոները գցում են սայթեր, իրենց ուրախ ավտոբուսներով ներկայացնելով իրավիճակը որպես ուղակի իրավիճակ։ Ինչ ա եղել, որ հարևաններ, սա 4 կողմի հարևանները մեր պատերազմի մեջ են, բայց մենք որևէ բան չենք անում։ Այս կոնտեքստում ձեզ ուզում եմ մի պատմություն հիշեցնել, սիրելի հայրենակիցներ, ուրեմն երկար տարիներ առաջ, երբ Հայաստանը ղեկավարում էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Պարսկաստանի ղեկավարը այդ ժամանակ, եթե չեմ սխալվում, Ահմադինեժադն էր, մեր հարևան Իրանի ղեկավարը Ահմադինեժադն էր, եւ մենք ունեցել ենք հետեւյալ պատմությունը, իրադարձություն, որը շատ կարևոր է եղել պետության եւ ռազմավարական մտածողության առումով, որ ձեզ ներկայացնեմ, թե ինչպիսի պետություն ենք մենք ունեցել։ Այսինքն սա հնարավոր է եղել ու մենք տեսել ենք, Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին մենք տեսել ենք բազմավեկտոր քաղաքականություն եւ Սերժ Սարգսյանը եղել է այն ղեկավարներից, որը ներկայացրել է իր տեսլականը որպես բազմաբևեռ պատկերացումներ ունեցող, բազմաբևեռ աշխարհակարգի ներկայացուցիչ, որովհետեւ մենք եղել ենք Հայաստանի Հանրապետությունը եղել է գործոն տարածաշրջանում եւ եղել է մասնիկ տարբեր երկրների շփումների մեջ։ Մենք եւ Ռուսաստանի եւ Չինաստանի եւ Իրանի եւ Միացյալ Նահանգների եւ ԵՄ տարբեր երկրների հետ մենք կարողացել ենք եւ ԵԱՏՄ-ում ներգրավվածություն ունենալ եւ կարողացել ենք ՍԵՊԱ-ի հուշագիրը ստորագրել ԵՄ-ի հետ ունենալ ավելի զարգացող հարաբերությունների տրամաբանությամբ դիվանագիտություն, որը փայլուն իրականացրել է Սերժ Սարգսյանը եւ իր իշխանությունը, բայց այս պատմության կարևոր կետերից մեկը նա է, թե ինչ է նշանակում, որ դու ունենում ես վերլուծություն, գործողությունների քո երկրի, քո ժողովրդի համար, որը այսօր ես չեմ տեսնում։ Ուրեմն երբ այդ ժամանակահատվածում սկսվում է Ռուսաստանի եւ Վրաստանի միջև պատերազմը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը չի լինում Հայաստանում այդ օրերին, լինում է Հայաստանից դուրս գործուղման, բայց նա տեսնում է, որ պատերազմը սկսվել եւ ռազմական գործողություններ են տեղի ունենում եւ նա հաշվարկում է եւ տեսնում է, որ կարող է մենք ունենանք խնդիր
Ռուսաստանից եկածող ցորենի եւ այլ անհրաժեշտության, առաջի անհրաժեշտության պարագաների, հացահատիկի եւ այլնի հետ կապված։ Երրորդ նախագահը արտասահմանից զանգահարում է Իրանի նախագահ Ահմադինեժադին եւ պայմանավորվում է, որ Իրանից գնենք մի քանի միլիոն կիլո ցորեն Հայաստանի Հանրապետության համար, որ եթե բլոկադա լինի, եթե հնարավորություն չլինի Ռուսաստանից հացահատիկ ցորեն բերել եւ այլն, մենք կարողանանք մեր խնդիրները լուծենք։ Եվ հատկանշական է, որ մենք այնց հարաբերություններ ենք ունեցել նաեւ Իրանի հետ, որ մինչեւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը արդեն հետ է վերադառնալուց եղել նույն օրը, որպեսզի տեղում իրավիճակը պահի կայուն երկրի, մինչև նա հետ է վերադարձել, մեր Հայաստան գալացող ցորենը Իրանից արդեն եղել է ճանապարհին, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հանգարցակի Աստված մի արածցե լինի իրավիճակ, որտեղ որ կա սահմանների փակում, կա բլոկադա երկարաժամկետ ամիսների եւ այլն, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին չմտածի կենսական անհրաժեշտության առաջի կենսական անհրաժեշտության պայմանների բացակայության դեպքում ինքը ինչա անելու, հա, մենք այդ խնդիրը չենք ունեցել, բայց մենք այսօր տեսնում ենք բացարձակ հակառակը, մենք այսօր տեսնում ենք, որ կա турբուլենտ հատված հարևան երկրներում, մեր նախ որ կա турբուլենտ հատվածը, հա, շատ մերձավոր արևելքում, ամբողջ մերձավոր արևելքում բոլոր հատվածներում կա խնդիր, Իրանը կռիվ է տալի իր ինքնության, պաշտպանության համար, եւ մենք տեսնում ենք, որ ինչ է տեղի ունենում, մենք ոչ մի շոշափելի, հա, տեսանելի այդ բան չենք տեսնում, որ կա ինչ որ կոնկրետ հենց տենց որ ժողովուրդը հանգիստ լինի, որ ժողովրդին ասեն ժողովուրդ ջան, մենք խնդիրներով զբաղվում ենք, մի անհանգիստ, դուք ահա անում են ինչ որ նիստեր են անում, ուսած ինչ որ քարոզարշավ են անում։ Լավ, բոլոր դեպքերում ես չեմ ուզում ճիշտ ասած նայենք, էլ Սասուն Միքայելյանի արձագանքը ըստ էության երևի ամեն ինչ ասում էր եւ Սասուն Միքայելյանը այդ ավտոբուսի մեջ նստած մարդկանցից միակն է, որ գիտի պատերազմի գինը, թեև 2018 թվականին Սասուն Միքայելյանը ասում էր, որ հեղափոխությունը ավելի կարևոր արժեքական Արցախյան հերոսամարտը ըստ էության, բայց նա շատ լավ գիտի պատերազմի գինը եւ փաստորեն նրա ռեակցիան ամենալավագույնն է, սա ցույց տալիս թե ինչ իրավիճակում ենք մենք հիմա գտնվում։ Հիմա տեսեք, այս հատվածը կարա երկարաձգվի, հա, եթե անգամ լինեն բանակցությունների հատվածում լինի առաջընթաց, լինեն բանակցություններ, մենք պետք է հասկանանք մի կարևոր բան։ Նախ մենք պետք է որպես ժողովուրդ հասկանանք, որ մեր հարևան եղբայրական Իրանը այսօր պատերազմի մեջ է ուղիղ, մի քանի երկրի դեմ, հա, նորից եմ ասում, այն ծրագրերը, որոնք որ նախնական եղել է Իրանի դեմ, դրանք այս պահին ձախողված են, որովհետև ոչ կարողացել են իշխանություն փոխեն, ոչ կարողացել են ղեկավարության տրամաբանությունը փոխեն, ոչ կարողացել են ատոմային իրենց իմիջերով խաղաղ ծրագրի վրա ազդեցություն ունենալ եւ ոչ էլ կարողացել են ինչ որ մի գործընթաց շեղել կամ փոխել Իրանի ազգային ծրագրից, որը նրանք ունեին եւ որը նրանք անում էին առաջ։ Հայաստանի Հանրապետության քայլերը։ Նախ նաեւ ուզում եմ այս ենթատեքստում ուզում եմ մեր խորին ցավակցությունները հայտնենք մեր Իրանի եղբայրական ժողովրդի համար շատ ցավալի եւ մեր բոլորի համար շատ ցավալի իրադարձության երեխաների դպրոցի վրա այդ վայրագությունը, որ արվել է, հարյուրավոր անմեղ երեխաներ են մահացել եւ մեր ցավակցություններն ենք հայտնում այդ կապակցությամբ։ Շարունակելով քննարկումը պետք է ասենք, որ
ամեն ինչից խոսում են այսօրվա կառավարիչները, որովհետև հունիսին ընտրությունների են պատրաստվում, որտեղ արդյունքները օր-օրի ավելի են վատանում, դրա վառապացույցն է Նիկոլ Փաշինյանի այդ պատասխանները քաղաքացիների, քաղաքացուն ասում է ասֆալտը ես եմ սարքել, քաղաքացին ասում է այ մարդ դու չես սարքել, սարքած ա եղել այն ժամանակ, ասում է ոնց ես չեմ սարքել, ասում է տես դու չես սարքել, հիմա լիքը խնդրեմ Սա են խապկանքն է, որը իրանք 8 տարի անում են։ Սա 3 միլիոն վարչապետների հետ են սենց խոսում։ Այն ժամանակ, երբ որ ասում են կա 3 միլիոն յուրաքանչյուր քաղաքացի 3 միլիոն վարչապետ է։ Նաև սրանից բացի, այսինքն տեսեք, նայեք, սա այս խոսելավոճը խոսում է, որ ուղղակի շարքային քննադատությանը չեն դիմանում այսօրվա իշխանությունները, ինչի համար է, որովհետև իրանց հողը ոտքերի տակից գնում է։ Իրանք խոսում են ինչ-որ հիբրիդային պատերազմների մասին, որը Ալեն Սիմոնյանը հերքում էր իմիջիայլոց, որ ասում էր դες բան չկա, մենք հիբրիդային պատերազմներ չենք ասել, բայց կա հստակ մի ուղղություն, որը ես տեսնում եմ, կա ժողովրդից տարանջատվելու գործընթաց, որովհետև իրանք էլ չեն կարողանում ժողովրդի հետ խոսել իրենց լեզվով, որովհետև այս 8 տարիների ընթացքում նրանք շատ հարստացել են, նրանք 8 միլիարդ դոլարի պարտք են փաթաթել այս ժողովրդի վրա, որ այս ժողովուրդը պետք է փակվի այդ պարտքը։ Այսօր պետությունը ինչ է անում։ Պարսկաստանի սահմանում խնդիրներ կա, մեր ժողովուրդը, որ ապրանքներ է բերում Իրանից, այսօր պետքա ստանա Հայաստանի աջակցությունը, որովհետև օբյեկտիվ պատճառներով այդտեղ կարող լինի խնդիրներ։ Վրաստանում մեր քաղաքացիները, որոնք որ այսօր ներկրման եւ արտահանման խնդիրներ ունեն, Ռուսաստանից ապրանք բերելու հետ կապված եւ այլն։ Մեր ժողովրդի համար դուք որ հատվածում եք խնդիրներ լուծում։ Այդ որ ասում եք մենք բերել ենք մանգապարտեզներ 600 միլիոն դրամի 100, չգիտեմ ինչ, շատ լավ եք անում, որ ինչ-որ բան եք կառուցում, բայց մեզ ցույց տվեք այդ գումարների աղբյուրը։ Եթե դու բերում եք արտաքին պարտքի միջոցով եք անում, հետո այդ արտաքին պարտքը թողելու եք այս մարդկանց վրա, ասեք դրա մասին ուղիղ։ Դուք անընդհատ մեղադրում եք մարդկանց ինչ-որ բաներում, անընդհատ օրվա կառավարիչները ինչ-որ բաներում մարդկանց վրա շինցու քրեական գործեր են անում եւ այլն, հիմա նրանք ջղայնանում են, որովհետեւ այդ գործերը ժողովրդին էլ հետաքրքիր չեն։ Էլ չեն կարողանում խափել մարդկանց, հասկանում եք, այն ժամանակ կարողանում են, թալանը հետ ենք բերում եւ այլն, բայց ըստ էության պարզվեց, որ ամենամեծ թալանչին հենց դուք եք։ Ամենամեծ թալանչին ձեր իշխանության տարբեր ներկայացուցիչներ են։ Ամենամեծ թալանչին այսօրվա Երևանի քաղաքապետարանում նստած տարբեր մարդիկ են եղել կամ կան, ովքեր որ շաբաթը մի անգամ ԱԱԾ-ն գնում է իրենց հետևից տանում է ԱԱԾ թալանի համար։ Այսօր այս օդի աղտոտվածության եւ այլ սախ խնդիրները, որ ոչ մի ձև պատշաճ խնդիր չունենք լուծված ոչ միտեղ, այդ սախ ձեր թալանի արդյունքում է։ Բա 7 միլիարդ դոլարի Սերժ Սարգսյանը զենք էր բերել։ 7 միլիարդ դոլար դուք պատկերացնում եք, ես ձեզ ուզում եմ ասեմ, որ դուք մոտավորապես Սերժ Սարգսյանի բերած զենքերի չափը ու այդ բերվածի կարողությունը հասկանաք, Իրանի դեմ վարվող պատերազմում գնահատվել է այս մի շաբաթը Ամերիկայի եւ Իսրայելի կողմից հարվածների ենթատեքստում 6 միլիարդ դոլարի զենք են ծախսել, 6 միլիարդ դոլարի է եղել ծախսը, այս որ հազարավոր հարձակումներ է եղել Իրանի վրա, այս տրամաբանությամբ, որ դուք հասկանաք, ինչքան շատ զենք է ունեցել Հայաստանի Հանրապետությունը, ինչքան շատ է եղել զենքը Հայաստանի Հանրապետությունում 6-7 միլիարդ դոլարի, որը ուղղակի տաբել եք նվեր։
Եվ դուք խոսում եք այդ ճանապարհներից, խոսում եք նրանից, այդ մարդն էլ ասում է լավ։ Հիմա դու ինչ ես ուզում կաթողիկոսից։ Ինչ ես ուզում դու, ասում է ինքը կաթողիկոս չի։ Հիմա մեր համար, մենք ենք այստեղի ժողովուրդ, մեր համար մենք ունենք կաթողիկոս, մենք ունենք հայ առաքելական Սուրբ եկեղեցի, մենք ունենք հոգևոր առաջնորդներ, արքեպիսկոպոսներ, եպիսկոպոսներ, որոնց մենք հարգում ենք, որոնց հետ սաղ կյանք շփվել ենք, որոնց հետ մեր առիթներն են կարել, լավ ու վատ օրերին եկել են մեր կողքը կանգնել են այդ մարդիկ։ Հիմա եկել եք փչացնում, եկել եք ատել եք սեպ մտցնում, ասում եք այս մարդը լավը չի, այս մարդը լավն է, այս մարդը ձերն է, այս մարդը ձերը չի, այս մարդը նախկին է, այս մարդը ներկա է, ու ըստ էության ձեր տված ինֆորմացիան էլ ամբողջությամբ հերքվում է եւ սուտ է ալնում վերջում։ Արշակ Սրբազանին տարակ փագեցիկ բանտում, որպեսզի կարողանաք իր բացակայությամբ եկեղեցու վրա հարձակումները ավելի ուժգին դարձնեք։ Դա է ձախողվեց, Բագրատ Սրբազանին եք տարեփագեք նույն տրամաբանությամբ, Միքայել Սրբազանին եք տարեփագել նույն տրամաբանությամբ, Վեհապար Հայրապետի եղբոր որդուն բարեկամներին տարեկալանավորել էիք այդ տրամաբանությամբ, Դավիթ Համբարձումյանին իմպիչմենտի վարչապետի տեխնացուին տարել եք կալանավորել եք այդ տրամաբանությամբ, Սամվել Կարապետյանին տարել եք կալանավորել եք այդ տրամաբանությամբ, բայց այս ամեն ինչի փաթեթը բերել է նրան, որ մեր քաղաքացիները այլևս չեն վստահում Նիկոլ Փաշինյանին, չեն հավատում իր խոսքին, եւ այսենց իրավիճակները շատ են լինում, որ կա ուղղակի արդեն շարքայ էլեմենտար ուրեմն դիտողություններին, էլեմենտար կարծիքներին, էլեմենտար անդիմախոսներին չլսելու եւ ունակության բացակայությունը, հա, որ լսելու ունակության բացակայությունը, որ մարդիկ ասում են, գիտեք ինչ կա, սենց խնդիրներ կա, իշխանությունը չի ուզում լսի։ Դա ինչից է գալի, որովհետեւ իրանք չեն տիրապետում այլևս իրավիճակի։ Իրանք մեջ իրանք խոսում են 50-50-ներից, հետագայում կերևա ձեզանից ովքեր են 50-50-ները եղել, որ շատ տարբեր տեղեր գնացել եք, ուզեցել եք ինչ որ մի թեմայի մեջ մտնեք, տենդերները, այս տենդերը Կոնջորյան Հայկի եղբորին նային, տենդերը Ալեն Սիմոնյանի եղբորին նային, տենդերը Պապիկյան Սուրենի Եսիմուն բարեկամին նա, այն տենդերը Աննա Հակոբյանի եղբոր, չգիտեմ ումն նա, այն տենդերը հորքուր, մորքուր, տատի, պապի, քերի, սաղ թեմայի մեջ են, բոլորի աղբերները եւ այլն, բայց կոռուպցիա չկա, բայց ժողովուրդը, այսինքն ժողովրդի թոշակը ինչ որ մի հատվածի թոշակը 10,000 դրամով բարձրացնում եք, բայց այն միլիարդավոր դրամները, որոնք ծախսվում է, մսխվում է բյուջեից, դրանցից ոչ մի բան ժողովրդին չի գրում։ Եկեք ժողովուրդ ջան, բաժանենք 8 միլիարդ դոլարի արտաքին պարտքը, որ Նիկոլ Փաշինյանը ավելացրել է մեր թոշակառուների մեջ, տեսնենք քանի $1000 անում ամեն թոշակառուին։ Տեսնենք քանի 100 դպրոց կամ քանի 1000 դպրոց է կարելի սարքել է դրանով։ Տեսնենք, լավ, կարելի էր վերլուծաբան լինել եւ ենթադրել, հա, բոլոր դեպքերում ունեք, չէ, հատուկ ծառայություններ եւ այլն, որ կարային իմանային, որ Իրանի դեմ լինելու է հարձակում, որ տարածաշրջանը լարված է։ Լավ, մենք կարայինք ժողովրդի համար ավելի հեշտ պայմաններ ստեղծեինք, ինչ որ բառունակ, չգիտեմ, գյազարի գինը դառել է 450 դրամ, որովհետեւ մի մեծ մաս գյազարի բերվում էր Իրանից։ Հիմա, քանի որ բարդացել է բերելու խնդիրներ կա եւ այլն այս պահի դրությամբ, որովհետեւ այդ երկրում պատերազմ է, կարելի էր, չէ, ժողովրդի հետ նստել խոսալ, գործարարներին կանչել եւ ասել, լավ, դուք ինչ եք պլանավորում, ոնց եք պլանավորում, զբաղվել, ոչ թե նստել ուրախ ավտոբուսի մեջ ու ինչ որ սրտիկներ անել եւ այլն, այն տրամաբանությամբ, որ հարևան երկրի հետ մենք ունենք 1000-ամյա պատմություն, հա, 100-ամյակների վեր իրար հետ կողք կողքի ապրել ենք ու Իրանի ժողովուրդը մեր պատերազմի ժամանակ մեզ շատ աօգն է։ Իրանը մեզ առաջի Ղարաբաղյան հերոսամարտում բոլոր պատերազմներում մեզ մշտապես օգնել է։ Մեր կողքին են կանգնել այդ մարդիկ։ Ինչով կարացել են։ Մենք գոնե մենք էլ պետք է կարողանանք տենց անենք, էլի։ Ամոթ է, որ տենց չի։ Մենք էլ պետք է կարողանայինք ինչ որ մի բան մեր ժողովրդի համար, լավ, մեր ժողովրդի համար հեշտացնեինք իրավիճակը։ Մեր ժողովրդի համար
Խնդիրը նա էինք, չէ՞, օրինակ կարելի էր նստել հաշվել, որ այս ապրանքները Հայաստան բերվում է Իրանից։ Այդ մարդկանց կարելի էր կանչել, ասել ժողովուրդ ջան, Հայաստանի Հանրապետության, չգիտեմ, ֆինանսների նախարարությունը ինչով ձեզ օգնի կամ պետական եկամուտների կոմիտեն կամ այլ ստորաբաժանում կապ չունի։ Ինչով ձեզ օգնենք, որպեսզի այդ խնդիրները դուք չունենաք։ Այսօր ժողովուրդը խնդիրների մեջ շատ մեծ պրոբլեմ, այո, շատ մեծ պրոբլեմներ կա։ Հիմա որ մարդիկ վարկեր են վերցրել, այդ վարկերով բերել են ապրանքներ եւ այլն, հիմա այդ ապրանքները պրոբլեմ կա։ Այդ սիլիտրաներն հազարատ հարց կա։ Ինչ է կանելու, պետությունը ինչ է անում այդ մարդկանց համար։ Ինչ է արել մինչև այսօր այդ մարդկանց համար։ Այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացին, այո, այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացին Սա իրանց նոր թատրոնների, սերիալների սերիաներից մեկն է, որը նրանք պահել են, որպեսզի ընտրությունների ժամանակ ինչ որ մանիպուլյացիաներ անեն, այդ 50-50-ներն էլ եք դուք, այդ թալանողն էլ եք դուք, ժողովրդին խաբողն էլ եք դուք, կոռուպցիոներն էլ եք դուք, հող հանձնողն էլ եք դուք, այդ որ իրանք գրում են Եռաբլուրի հարակից տարածքում, ինադու են գրում Եռաբլուրի, որ մարդկանց համար ինչ-որ ավելի մեծ բան նշանակի էլի այդ խնդիրը Սերժ Սարգսյանի շինցու քրեական գործերի շրջանակներից մեկում գրված է Եռաբլուրի, այսինքն Եռաբլուրի տեղը բոլորս գիտենք, չէ՞, այդ տարածքները այդ Lexus-ի ու Toyota-ի սալոնի այդ կոմերի մասին է, այդ մասին է, այսինքն օրինակ հիմա կարելի է Հայելի ակումբը ասել, որ Նյու Յորքի հարակից տարածքում է, այդտենց մոտիկություն ունի, էլի, իրանց ասածները։ Իրանք ուղղակի նորից եմ ասում, խաղում են մարդկանց զգացմունքների հետ, իրանք խաղում են մարդկանց ապագայի երազանքների հետ, իրանք մարդկանց տալիս են ուղղակի այսօրվա կոնտենտ։ Այսօր, Ալեքսանդր Սարգսյանի հետ կապված կա նոր շինցու քրեական գործ, որի մասին իրանք այսա մի քիչ խոսան, որ կարողանան իրանց իրավիճակները ցրեն։ Ինչպես որ տեսնում ենք, նաև Իրանի վրա հարձակումը շատ իր ներքին խնդիրների պատճառով է նաև եղել հարձակվողների, ովքեր ներքին խնդիրներ են ունեցել լուծելու, ներքին բացահայտումներից փախնելու համար հարձակվել են Իրանի վրա, որպեսզի իրանց ներքին լսարանի համար ինչ որ բան ապահովեն, որ հանգարցակի այն ինչը որ շուտով բացահայտվելու է, դա չբացահայտվի այսօր, որպեսզի կարողանան վերադասավորումներ իրականացնել։ Եվ այսօր մենք տեսնում ենք հետևյալը. Հայաստանի Հանրապետությունում մենք ունենք հետևյալ իրավիճակը. ժողովուրդը ունի խնդիրներ, ժողովուրդը ունի ֆինանսատնտեսական զարգացման խնդիրներ, երիտասարդները ունեն խնդիրներ, գյուղացիները, գյուղատնտեսները ունեն խնդիրներ, որոնցով պետությունը չի զբաղվում։ Պետությունը զբաղվում է այն բաներով, ինչը որ դուք տեսնում եք, քարոզարշավ են անում, իրանց ԿՊ-ի նիստերն են անում եւ այլն, բայց շարքային քաղաքացին միայնակ է։ Այսօր մարդը, որ այսօր շուկաներում վաճառք չկա, այսօր քաղաքացի, այսօր ժողովուրդը, որ շուկայում առևտուր է անում, վաճառք չունի, բայց ինքը իր օրական աշխատողի փողատալի արենդամուծում, լույսի գազի ջրի փողատալի եւ այլն, փող չի աշխատում, որովհետեւ երկրում կա խնդիրներ։ Այդ խնդիրների լուծմամբ է պետք զբաղվել, ոչ թե պետք է զբաղվել անձնական զրոյացած վարկանիշը վերականգնելով կամ ինչ որ կեղտոտ PR ակցիաներով։ Այսքանը հարգելի ընկերներ, կհանդիպենք հաջորդ շաբաթ։